Ես խաղաղության օրակարգի այդ ուղղության կողմնակից եմ եւ ողջունում եմ գործող իշխանության, մեր երկրի վարչապետի այդ ճանապարհը, որը նա հիմա կանգնած է այդ ճանապարհին։ Մենք բոլորս պետք է ձգտենք դեպի խաղաղություն, թե մեր ներսում ինչպիսի զարգացումներ քաղաքական կլինեն, դա հարցի երկրորդ կողմն է, բայց խաղաղությունից լավ բան չկա, բոլորն էլ ուզում են խաղաղ ապրել։ Մենք շատ այս վերջի տարիները արյուն թափեցինք, այս ամեն ինչի միջով անցանք, հերիքա էլի, հերիքա, մարդիկ պետք է վերջը հանգիստ ապրեն։ Հետ քանի որ հարցի պատասխանը այդպես էլ չստացա, շուրնուխում այդ գործողությունները, որ սկսել եք եւ այդ քայլերթով դեպի Երևան գալը վարչապետի հրաժարականը պահանջելը, քանի որ դա ամեն կերպ որակվում էր, որ դա շոու է, որ դա որևէ պրոյեկտ է, այո, հիմա դա շոու էր, թե դուք իրապես մտածում եք, որ դա կարող է որևէ հաջողություն բերել ձեզ, ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլեց եւ հաջողություն ունեցավ։ Դուք ինչ ակնկալիքներ ունեիք, ինչ որ մեծ բանի էր դա վերածվելու, թե պարզապես շոու էր եւ որոշեցիք քայլել, այդ ակցիան դուք էլ անել։ Դե տեսեք, ախր օրինակ երբ որ ես միջոցառում եմ կազմակերպում, համերգ եմ երգում, դա շոու է, բայց քաղաքականության մեջ չեմ ուզում որ որակվի դա շոուի։ Դա պարզապես քաղաքական ակցիա էր, որի մենք ոչ մեկը չգիտենք ոնց կզարգանա, ինչ կլինի։ Պարզապես երեք ընկերներով որոշեցինք իմ նախաձեռնություններ փորձենք մի հատ էլ մենք քայլենք,